ձեր նշած անձը ինքը ուղիղ տեքստով ասած այն, ինչ մնացածը մտածում են, բայց չեն ասում։ Սա նախընտրական քարոզարշավում իրենց կիքսն է, այո, սա ակնհայտ իրենց կիքսն է։ Եթե մնացածը խոսում են խաղաղությունից, ասում են, որ մենք էլ ենք խաղաղություն ուզում, չգիտեմ, արժանապատիվ, ուժեղ, արդար, չգիտեմ, միջնորդներով, երաշխավորներով, պարոն Բազարյանը ուղիղ կերպով ասաց այն, ինչ իրենց հրամցնում են իրենց կուրատորները եւ տերերը Մոսկվայից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանին խաղաղություն պետք չէ այստեղ, եւ ակնհայտ է, որ ցանկացած ուժ, որը գնում է ռուսական քաղաքականության ֆարվատրում, չի կարող ցկտել խաղաղության, դա ակնհայտ է եւ որևէ նոր բան չկա, ուղղակի մարդը ասած են, ինչ որ իրենք մտածում են, բայց չեն ասում։ Այսինքն որևէ բացահայտում չարեց ըստ էության։ Իհարկե։ Ուղղակի սա ցուցիչ է, թե իրենք ինչ են մտածում իսկականից, իրականում ինչ են ուզում եւ ինչ են մտածում։ Այո, ընտրությունը խաղաղության եւ պատերազմի մեջ է։ Ես չեմ ասում, որ այդ պատերազմը հենց հունիսի 8-ին է լինելու կամ նույնիսկ այս տարի, կարող է 2 տարի հետո լինի, կարող է 3 տարի հետո լինի, կարևոր չի դա։ Կարևորը այն է, որ այդ մարդիկ չունեն ռազմավարություն, որը տանում է մեր երկիրը դեպի խաղաղություն։ Իրենց կուրատորներին դա պետք չի։ Իրենց պետք է որ լինի անընդհատ էսկալացիա, լինի հակամարտություն Ադրբեջանի հետ, որպեսզի Ռուսաստանը այդ ամենը օգտագործելով իր պրոֆիտները, բենեֆիտները եւ շահերը ստանա։